Ռուսաստանի Դաշնությունը տրորվում է, շատ մեծ վշտի նման նստած է ընտրությունները Կրեմլի հոգում, սրտում, ինչքան Կրեմլա պաշտոնյակա, շատ մեծ տառապանքների մեջ են հիմա, ջարդվում են, եվրոպական մի շարք պաշտոնյաներ ասում են, որ բան է, դե սա Հայաստանի ժողովրդավարության հաղթանակն է, այն բոլոր վերապահումներով, որոնց մասին խոսեցինք, էլի, հա, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը եւ այլն, ինչ որ կա։ Կրեմլի դեպքում դա մի սքո առարկա է, որ չամաչեն կարող են սուկ հայտարարել, էլի ասել, այ մարդես ինչ գետինը մտնելու բան է տեղի ունեցել, որովհետեւ չի հաջողվել իրենց պլանը Հայաստանում իրականացնել իշխանափոխություն։ Հայաստանում տեղի է ունեցել ընդդիմափոխություն, բայց ոչ Արման Բաբաջանյանի առաջարկած տարբերակով, այլ ընդդիմությունը իր կառուցվածքում որոշ փոփոխություն է ունեցել։ Հայաստան դաշինքի խմբակցությունը, եթե հաստատվում են այս տվյալները, կրճատվել են կեսից մի քիչ ավելի չափով, իրենց քվեները եւ ուրիշ քվեներ գնացել են ուժեղ Հայաստան խմբակցությանը, ԲՀԿ-ն էլ կմտնի, ներս չմտնի, չգիտեմ, պատիվ ունեմն էլ չկա, էլի, չնայած պատիվ ունեմի կամ հանրապետականի ազդեցությունը հսկայական է, էլի, այս ընդդիմադիրների վրա, ահա ընդդիմությունն է փոփոխվել եւ իշխանությունը կամ իշխող քաղաքական ուժը մնացել է նույնը, Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն վստահեցնում է, որ ուշադիր հետևում է դրանց վերաբերյալ տեղեկատվությանը, այդ թվում բազմաթիվ խախտումների մասին շագերտների մեջ է գրած, ես ձեռնպահ կմնամ այս մարդը Պեսկովն է, էլի, ձեռնպահ կմնամ որևէ պաշտոնական մեկնաբանություն անելուց, քանի որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները դեռ հրապարակված չեն, մենք սպասում ենք այդ արդյունքներին։ Ռուսաստանի Դաշնության մի խոսքով Պեսկով մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ հայտ եկող բոլոր հաղորդագրություններին, այդ թվում արձանագրում ընտրությունների ընթացքում տեղի ունեցող բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները։ Իհարկե նախկինում բանը ինչ ուրեմն վերջնական արդյունքներ, ինչ բան չէր ավարտվում, արդեն ասում էին շնորհավոր դու մեր տղեն ես։ Նույնը վերաբերվում էր բանը կաթողիկոսախառը գործողություններին, ես էլ չեմ տեսել կաթողիկոսի շնորհավորանքը եւ չենք տեսնելու բնականաբար, ենթադրում եմ, որ չենք տեսնելու կաթողիկոսի շնորհավորանքը հաղթողին կամ խորհրդարան անցածներին, լավ ասենք, մի ընդհանուր էլի, հա, որ ապրեք դուք վերջապես խորհրդարան անցակ, հա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։